Պետական տարբեր կառույցների աշխատակիցների անուններով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել։ Այս մասին տեղեկացրել են Առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Արդարադատության, շրջակա միջավայրի նախարարությունները, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։ Օգտահաշիվներ բացվել են նախարարների, նրանց տեղակալների, այլ պաշտոնատար անձանց անուններով։ Կեղծ օգտահաշիվներով կապ են հաստատել աշխատակիցների հետ։ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը նշում է, նրա անունից բուժաշխատողների հետ էին կապ հաստատել։ Ինձ հետ կապ հաստատեց բուժկենտրոններից մեկի տնօրենը, ով մեր նախկին գործընկերն էր եւ հայտնեց, որ բուժանձնակազմի մեջ տարածվում է մի հաղորդագրություն իմ անունից WhatsApp հավելվածի միջոցով, բացել էին օգտահաշիվ իմ այժմյան գործող WhatsApp-ի նկարով եւ բուժաշխատողներին խնդրում էին շտապ ներկանալ Առողջապահության նախարարություն, իբր նախարարի մամուլի քարտուղարը, այսինքն ես ուզում եմ իրենց անձնական գործերը, CV-ներ, ավելի շատ անձնական գործեր եւ ինչ որ պարտադրում եմ, որ հրատապը անվտանգային հարցեր են, պիտի անհապաղ ներկայանեք։ Առցանց որևէ տվյալ չեն պահանջել, բուժաշխատողներից ոմանք հավատացել են, սկսել են անձնական գործերը հավաքել։ Երբ փորձել են զանգահարել նշված հեռախոսահամարին, կամ չեն վերցրել, կամ վերցրել եւ չեն խոսել։ Ամբողջությամբ ինձ անծանոթ հեռախոսահամար է այստեղ։ Իսկ փորձել եք զանգահարել։ Չեմ փորձել, ճիշտն ասած, ծանրաբեռվածությունից ելնելով, բայց հենց հիմա կարող ենք փորձել։ Փորձեցինք զանգահարել այն հեռախոսահամարին, որով WhatsApp-ն է բացվել, սակայն Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է. The party you're calling is Ես այդպես էլ ենթադրում էի։ Ծատրյանը նշում է, նախարարի մամուլի քարտուղարը բուժաշխատողների հետ այն էլ WhatsApp-ով չի հաղորդակցվում։ Առողջապահության նախարարությունը բուժկենտրոնների հետ ունի պետական մակարդակով եւ պետական խողովակներով շփման ձև, շրջաբերականներ, հրամանների ուղարկում եւ այլն, եւ այդ կապը բնականաբար մամուլի քարտուղարի միջոցով չի կազմակերպվում, ուստի ես հորդորում եմ եւ խնդրում եմ, որ մեր սիրելի բուժաշխատողները զգոն լինեն եւ եթե էլի ինչ որ բաներ կտարածվի, անհապաղ տեղեկացնել, որպեսզի մենք կարողանանք ընթացք տալ դրանց։ Այս խաբեության նպատակները կարող են տարբեր լինել։ Դեռ ամիսներ առաջ WhatsApp-ով հայտնի տարբեր մարդկանց անուններով կեղծ օգտահաշիվներ էին բացվում, շահարկելով ազգային անվտանգության ծառայության անունը տարբեր մեթոդներով մարդկանցից գումար հափշտակում։ Այսօր արդեն պետական կառույցներում աշխատողների անունից են գործում։ Մի դեպքում հավաքագրում են տվյալներ, աշխատակիցներին իբր պարգևատրելու համար առաջարկում բանկային քարտի տվյալներ փոխանցել։ Մյուս դեպքում որևէ տվյալ չեն ցանկանում։ Մեդիափորձագետը նշում է, տպավորություն է, որ սցենարի առաջին քայլն է։ Այստեղ իհարկե կարելի է ենթադրություններ անել, որ կամ ինչ-որ մեկը իմանալով են նախորդ դեպքերի մասին որոշել է ինչ-որ մարդկանց ձեռ առնել, կամ հնարավոր է նաև արտաքին ներազդեցություն, որովհետև զանազան հիբրիդային, այսպես ասած, գործողությունները, հարձակումները նաև ներառում են կառույցների աշխատանքի մեջ քաոս մտցնել, հասարակության կողմից նրա հանդեպ կասկած ամմատություն առաջացնել, վստահության պակաս ստեղծել եւ այլն։ Ինչպես են բացվում այս օգտահաշիվները, մեդիափորձագետը նշում է, կոտրում են այլ օգտահաշիվներ, սակայն հնարավոր է նաև կեղծել հեռախոսահամարը, իսկ ինչպես են կարողանում ճիշտ թիրախ ընտրել։ Հստակ երևում է, որ լուրջ թիմ է աշխատում, որը տիրապետում է տվյալների գողացած, որոնք թույլ են տալիս ստեղծել խմբեր, այսինքն կրթության նախարարության դեպքում գրում են ուսուցիչներին, դպրոցների տնօրեններին, Առողջապահության նախարարության դեպքում բուժաշխատողներին, այն դեպքերում, երբ որ այդ իբր ԱԱԾ-ից են խառնված, այնտեղ օրինակ ճարտարապետներին Քախշինից, երգիչ-երգչուհիներին էլի այդ ոլորտի հետ կապ ունեցող մարդկանցից, այսինքն ակնհայտ է, որ շատ մանրամասն մեր հասարակությունը ուսումնասիրվել է, հետո է սկսել այս աշխատանքը։ Մեդիափորձագետը խորհուրդ է տալիս նման իրավիճակում հայտնվելու դեպքում հանրային կերպով իրազեկել այդ մասին։ Հնարավորություն կա նաև բողոք գրել WhatsApp-ին։ Ոստիկանությունից ներկայացնում են կեղծ օգտահաշիվը փակելու քայլերը։ WhatsApp support հաշվին պետք է ուղարկել հաղորդագրություն, կցելով կեղծ հաշվի գլխավոր էջի տեսապատճենը, լուսանկար, ձեռքում պահելով բացված անձնագիրը։ Սակայն նոր կեղծ օգտահաշիվ բացելը բարդ չէ։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։